Բուժումը դեռ ընթացքի մեջ է, երկու ոտս ամպուտացվել եմ միանգամից։ Ոչ մի բան չի փոխվել, ապրում եմ ինձ ոնց որ ապրել եմ առաջ։ Ուղղակի այդպես կենցաղային հարցերն է, որ մի քիչ բարդացել է, մնացած հարցերով չեմ նեղվում։ Իմ կյանքը շարունակում ենք ավելի ակտիվ կյանքով ապրել, սպորտով զբաղվել ու նորանոր ձեռքբերումներ ունենալ կյանքում։ Ու այդ պահին մենք չենք զգացել, որ վիրավորվել ենք, երևի մի 15-20 վայրկյան չենք զգացել, մինչև չենք տեսել, որ Արոնն է գալի արդեն։ Ցավեր չեմ էլ զգացել, որովհետև այդ ժամանակ ադրենալինը այնքան մեծ է օրգանիզմում, որ չես զգում ոչ մի բան։ Ապագան մեծ է, նշանվել եմ, ծանոթացել եմ հիվանդանոցում, նշանածիս հետ իր եղբայրն էլ էր վիրավորվել մարտունի 3-ում։ Վարկյան, այդ դուք եք։ Հա։ Այդ պատմության հերոսները դուք եք։ Հա։ Եղբոր համար որ եկել է ծանոթացել իր զինվորի հետ։ Տեսեք ինչ հետաքրքիր, այս այդ պատմությունն նայելում շատ ու միշտ մտածում ինչպես գտնում այդ զինվորին որ նկարեմ, փաստորեն լավ շարունակի։ Այդ օրը որ Արմանոս զանգեց, ձայնը լսեցի, ոնց որ ես նորից ծնվեի։ Մեծ տղայիս ամսի 29-ին տարան, Արմանից լուրջ չունեի ու իրան տարան, իրան ճանապարհեցինք, ասաց գնում եմ Արմանին հասնեմ։ Երկու աղբեր հիվանդանոցում իրար հետ պարկած էին նույն պալատում։ Ցանկ Արմանի հետ հետաքրքիր զրույց ունենալ, լսել նրա պատերազմի պատմությունը, ծանոթանալ նրա վիրավորմանը եւ պարզապես փորձենք ինչ-որ բանով օգտակար լինել տղային։ Իսկ դուք լայք եք տեսանյութը, որպեսզի մեր հերոս տղաների մասին ավելի շատ մարդիկ իմանան այս տարբերակով եւ տեսանյութը նավովինս մեծ տարածում գտնի։ Ինչպես նաեւ մեկնաբանությունները ողեք դրական կոմենտներ մեր տղաների մասին, քանզի նրանք կարդում են յուրաքանչյուր մեկնաբանություն։ Եվ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի նոր թողարկումները դիտեք առաջինը։ Խորին շնորհակալություն հայտնում եմ բոլոր բարեսիրտ մարդկանց, ովքեր աջակցում են տղաներին եւ դեռևս չեն դասվել անտարբեր հասարակության շրջանում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հաղորդման գլխավոր հովանավոր Դիանա Սիմոնյանին, ով նախագծի առաջին օրվանից մեր կողքին է եւ աջակցում է տղաներին ինչով որ հնարավոր է։ Մնացեք մեզ հետ, կարծում հետաքրքիր զրույց ենք ունենալու Արմանի եւ Մերսի։ տրամադրվածություն ոնց է։ Շատ լավ։ Արմանը ունի հին հայերի աչքերից, մի կապուտաչի հայերից է, հա, ու կարծում եմ քո սխրագործություններն էլ հայն վայելա եւ յուրաքանչյուր մարդ պետք է իրականում ծանոթանա թե ինչ պատմություն է անցել պատերազմի, որովհետեւ դա ամբողջ կյանքի համար է։ Իրականում դեռ թորներ, դեռ երեխաներ պետք է քեզնով հպարտանան, բայց մինչեւ նրանց հպարտանալը պետք է քեզնով հպարտանա հայ ազգը, Արման ջան, եւ եթե դեմ չես սկսենք ամենասկզբից, հա, հետևորդներին հետաքրքիր է որտեղ ես ծառայել, հետո կռվել, ինչ վիրավորում ես ստացել, ինչ этаպում է հիմա բուժման ընթացքը։ Ես ծառայել եմ Հադրութի շրջանում, նորակոչիկ եմ եղել, որ կռիվը սկսվել է։ Ինչքան ժամանակ է ծառայել։ Դեռ 3 ամսից չէր լրացել։ Ну, վիրավորվել եմ սեպտեմբերի 30-ին։ Երեք օր անցած։ Հա, էլի։ Ստացել եմ բեկորային վիրավորում։ Բուժումը դեռ ընթացքի մեջ է, երկու ոտս ամպուտացվել եմ միանգամից։ Այսինքն երկու ոտքերը կտրվել է հիվանդանոցում։ Հա։ Մեկը պրոթեզավորվել է արդեն։ Հա, ձախ ոտքս պրոթեզավորել են։ Աչքն էլ սպասում ենք։
Արման, ոնց հասկանում եմ, անկախ ամեն ինչից դու այնքան ուժեղ ես, որ դա ոչ մի ձև քո մարդունակության վրա չի ազդում, համոզված եմ, ճիշտ եմ։ Իհարկե։ Շատ կարևոր է լավ տրամադրվածությունը, որովհետև ցավոք սրտի Արմեն ջան, դու շատ լավ գիտեք, դուք հաստատ շատ լավ գիտեք, որպես մայր, որ ցավոք սրտի շատ ընտանիքներ չունեն հնարավորություն թեկուզ շատ ծանր վիրավորում ստացած իրենց զինվորին տեսնելու, գրկելու եւ նույնիսկ վիրավոր տարբերակով են տես վերադառնալ, իրականում դա բախտավորության նշան է։ Եվ ես համոզված եմ, որ դու այնքան կյանքում ուժեղ ես լինելու, Արման ջան, որ դա պատճառ ես դառնալու եւ դա լինելու է ստիմուլ, մոտիվացիա, որպեսզի նոր վերելքներ գրավես, որովհետեւ տեսնում ենք շատ մարդկանց, ովքեր ինչ որ խնդիրներ ունեն, բայց իրենք ավելի մեծ վերելքներ են գրավում եւ ամբողջ աշխարհն է իրաց մասին խոսում։ Եվ ես ուզում եմ, որ քո անունը լինի անշարքերում։ Կլինի։ Պրոթեզավորումը երբ տեղի ունեցավ Արման ջան։ Իմ դեպքը մի քիչ բարդ էր։ Ես աջ ոտքս կրում գսա վիրավոր։ Թաթը չկա ու մի 4 անգամ վիրահատվել եմ, ես ցախ ոտս արդեն նորմալ էր, պրոթեզավորվել էի, քայլում էի, հետո որոշեցինք, որ պիտի կրունգս նորից վիրահատենք, տենց պարկեցի ու կարելի ասել անիմաստորելի պրոթեզավորվել է, որտեղ չէի քայլում։ Որ սկսել եմ քայլել ես 4 օր արդեն։ Հուսանք լավ է լինելու։ Այսինքն հենակներով կարողանում ես քայլել, սայլակին հրաժեշտ ես տվել, թե դեռ ամբողջությամբ չէ։ Դե կարիքները հոգալու համար միևնույնն է պետք է էլի։ Հասկացա։ Իսկ երկրորդ ոտքի պրոթեզան լինելու է։ Հա, արդեն ընթացքի մեջ է, արդեն չափսերս վերցրել են։ Հարմարվել ես պրոթեզին։ Նորմալ, հա, ուղղակի որ մի ոտքս է, մյուս ոտի հենումը քիչ է, մի քիչ ծանրաբեռնվածությունը շատ է։ Դե փառք երկրորդն էլ կպրոթեզավորվի ու արդեն նորմալ բնականon կյանքի ռեժիմին կվերադառնաս։ Արդեն վերադարձել ես արդեն։ Շատ լավ, հիշում ես Արման ջան, վիրավորման պահը։ Հա։ Եթե քեզ համար իրական դժվար չի, որովհետև ամեն անգամ վերադառնալ այնտեղ, գիտեմ որ շատ դժվար է մտովի, բայց մի հատ հոգեբանական էսպեսի գաղտնիք կա, ասում է պետք է անդադ զինվորները խոսեն դրա մասին, որ դա կարողանա դուրս գալ նրանց մտքից, նրանց միջից ու դա չմնավորպես վերք է։ Երբեմն հոգեբանական մեծ տրավմա է ենթարկված լինում զինվորները զուտ այդ մտքերը չարտահայտելու հաշվի։ Եթե դեմ չես խոսենք նաև այդ պահից մանրամասն։ Ու ձեր կարծիքը մոտավոր ճիշտ էր, ուղղակի նայած մարդ, նայած մտածելակերպ, ես այդպես չեմ առաջնորդվում։ Իմ համար դա ամեն ինչը արդեն դարձել է սովորական բան, ու սկզբից է սովորական է եղել ամենասկզբից, որ արդեն վիրավորվելուց հետո երբ որ ինձ բերեցին Երևան հիվանդանոց, այդ օրվանից ոչ մի բան չի փոխվել, ապրում եմ այնպես ոնց որ ապրել եմ առաջ։ Ուղղակի այդպես կենցաղային հարցերն է, որ մի քիչ բարդացել է, մնացած հարցերով չեմ նեղվում։ Իմ կյանքը շարունակվում է, շարունակում ենք ավելի ակտիվ կյանքով ապրել, սպորտով զբաղվել ու նորանոր ձեռքբերումներ ունենալ կյանքում։ Ապրես շատ հաճելի է, երբ որ խոսում է համեստ տեսակ, ու այդ համեստությունը իր գրագիտության, իր չափավոր խոսքի մեջ երևում է ամեն անգամ։ Եվ ես երբ որ նկատում եմ, որ զինվորների մեջ գրագիտություն կա, իսկ դա իրականում ուրախանալու փաստ է, դու էլ շատ ուրախ եմ, որ այսքան դասյակված, այսքան կրթված եւ դա բնականաբար ընտանիքի նաեւ մեծ շնորհքն է, այնպես որ կարծում եմ, որ այո, իմ մտքերը քո հետ կապված հաստատ արդարանալու են եւ դեռ քո անունը շատ լսելու են։ Եվ վերադառնանք, եթե դեմ չես վիրավորման պահին Արման ջան։ Հա, վիրավորման պահը շատ միամիտ ստացվեց։ Մեր պոստում էինք Արցախի հերոս Ղազարյան Դավիթի հետ, մեր կամբատներ։ Ու շատ պատահական ու սկսեցին մեր դիրքերը ռմբակոծել, միամիտ պատահական ուղիղ մեր վրա եկավ սնարյադը։ Այդ ժամանակ ինքը զոհվեց Ղազարյան Դավիթը, ու ընկերս վիրավորվեց էլի ոտքից։ Ու այդ պահին մենք չենք զգացել, որ վիրավորվել ենք, երևի մի 15-20 վայրկյան չենք զգացել, մինչև չենք տեսել, որ աղորն է գալի արդեն։ Գիտակցություններս մինչև հիվանդանոց հասնելը տեղն է եղել, ամեն ինչ նորմալ է եղել։ Որտեղ վիրավորվեց։ Հենց պոստերում եմ եղել Հադրութում։ Կոնկրետ պոստ չնշեմ։ Այսինքն գիտակցությունը չես կորցրել։ Չէ, մինչև Հադրութի հիվանդանոց հասնելը գիտակցությունս տեղն է եղել։ Ցավերը վերապրել ես։
Ցավը չեմ էլ զգացել, որովհետև այդ ժամանակ ադրենալինը այնքան մեծ է օրգանիզմում, որ չես զգում ոչ մի բան։ Ցավի քանակությունը այնքան մեծ է, հասկանում եմ։ Շատ լավ, ուզում եմ մի քիչ խոսենք պայծառ ապագայից, որը դեռ քեզ սպասվում է, եւ ուզում եմ հասկանամ, միշտ է հարց տալիս տղաներին, ու ուրախանում երբ որ լինում է դրական պատասխան, կա կողակից ընկերուհի ու շփվում ես, հա։ Նշանած արդեն։ Նշանած արդեն, հա։ Իսկ հարսանիք երբ է պլանավորվում։ Առողջականը վերականգնելուց հետո անպայման։ Ինձ անպայման կհրավիրեք խնդրում։ Անպայման։ Հա, շատ ուրախանում եմ, երբ որ Շատ չեք սպասի։ Հա, երբ որ ներկան լինում զինվորների ուրախ առիթներին, դա իրականում մեծ տոնակատարություն է ինձ համար եւ ուզում եմ ուղղակի հասկանամ, հա, ոնց ես պատկերացնում հետագան, այսինքն կա ինչ-որ աշխատանք, որ ուզում ես զբաղվել կամ հիմա զբաղվում ես տանը, ոնց է լինում։ Ուզում եմ աշխատել, առաջարկներ կան։ Ուզում եմ դառնամ զինտեխնիկայի գծով աշխատող, ինժեներ կամ ինչ-որ մի բան։ Ընթերցությունները շտկես։ Հա։ Ինչու՞ չէ ծառայեցնենք նաև հայրենիքի համար, ոչ թե արտադրենք ու վաճառենք մյուսներին կամ նվիրենք մյուսներին։ Շատ ճիշտ է։ Ապագան մեծ է, նշանվել եմ, ծանոթացել եմ հիվանդանոցում նշանածիս հետ։ Մեր պատմությունը մի քիչ ուրիշ դուրս եկավ։ Պատմես։ Հա, Էրեբունի հիվանդանոցում էի պարկած, ես շատ շուտ վիրավորվեցի, հոկտեմբերի 1-ից արդեն այնտեղ էի։ Իր եղբայրն էլ էր վիրավորվել մարտունի 3-ում։ Վարքան, այդ դուք եք։ Հա։ Այդ պատմության հերոսները դուք եք։ Հա։ Բուժքույ, եղբոր համար որ եկել էր ծանոթացել իր զինվորի հետ։ Տեսեք ինչ հետաքրքիր, ես այդ պատմությունն նայել եմ շատ ու միշտ մտածում եմ ինչպես գտնում այդ զինվորին որ նկարեմ, փաստորեն լավ շարունակի։ Այդտեղ ծանոթացել ենք դուրս գրվելուց օրը, արդեն որ հիվանդանոցից պիտի դուրս գրվեի։ Հետո նենց ստացվեց նորից գնացի հիվանդանոց պարկեցի, իհարկե առողջական պահով, ոչ թե դրա համար, ու ստացվեց այն ինչ որ այսօր ունենք, էլի։ Իսկ եղբայրը ինչպես է հիմա իրան զգում։ Եղբայրը ներկա պահին ստեղ չի, Հայաստանում չի, բուժումներով դուրս է եկել երկրից, բայց արդեն ամսվա վերջ կգա, ինքն էլ արդեն լավ։ Ինքն էլ ծանր վիրավոր էր, շատ ծանր վիրավոր էր, իր դեպքը երևի բացառիկ դեպքերից է, էլի քիչ դեպքեր կա տենց։ Հասկացա, դե շատ լավ է, որ նույնիսկ ամենադժվար պահին լավ ինչ-որ իրադարձություններ է տեղի ունենում։ Եվ այո, դու այն տեսակն ես, դուք այն բոլոր այն տեսակն եք, որ պետք է ապրեք ամենաերջանիկը, ամենաանհոգը եւ յուրաքանչյուրս պետք է ապարտանանք ձեզ մոտ, դա շատ կարեւոր է։ Ինչպիսին է մարդկանց շադրությունը։ Ես շատ խոսում եմ բարեսիրտ մարդկանցից, ովքեր ապրում են զինվորներով եւ նաեւ զուգահեռ պետք է խոսել իրականությունը, որ կան նաեւ անտարբեր մարդիկ, ովքեր մերը չի, ուրեմն այսպես, հա։ Ես ուզում եմ իրեն անունով կոչել։ Ինչպիսին է վիրավորումից հետո մարդկանց շադրությունը։ Անծանոթ մարդկանց հետ ծանոթություններ եւ այլն, հյուրընկալվել, որովհետեւ կարծում եմ այս օրերին յուրաքանչյուրը որպես հայ եկուզ ամեն մեկը մի շոկոլադ վերցնեմ գնա զինվորի հետ ծանոթանալու, հա, ու շնորհակալություն հայտնի, որ բոլորս փոխարեն կռվել են, բոլորս հայրենիքը պաշտպանել են։ Ինչպիսին է այդ վիճակը։ Ուշադրությունը մեծ է, բայց տոկոսային հարաբերակցության որնային կարելի ասել չկա, որովհետև այսօր շատերը սկսել են կյանքին ուրիշ հայացքներով նայել, չեն մտածում ինչ կարա լինի վաղը իրանց հետ ու ինչ կարա լինի իրանց հարազատների հետ կամ վաղը երկրի վիճակը ոնց կարա լինի, որովհետև ամեն ինչը սենց բացի թողի վիճակում է, ամեն մեկը մտածում է իր մասին, բայց բարի մարդիկ միշտ էլ հայտնվում են, որ մտ խոսք է, որ ասում է գյուղ չկա որ շունչ լինի, տենց վիճակ է էլի։ Բայց բարի մարդիկ ամենայն դեպս երևացին ես ծանր վիճակում, մեր կողքը կանգնեցին շատ։ Նպատակ է։ Եվ ուզում հասկանալ, միայն ոտքերի հետ է կապված վիրավորումը, թե կան այդ բեկորային ինչ-որ։ Չէ, միայն ոտքերի հետ կապված վիրավորումը։ Այսինքն միայն ոտքերն է եւ այո, ելն եմ ասում, դա այնքան ուժեղած, որ դա ընդհանրապես չի կարող քեզ հանգարի կյանքի վերքներ ապրելու եւ հաճույքներ զգալու համար։ Միանշանակ։ Արման ջան, այդ օրերին շատ ծանր վիճակում էին հայտնվել զինվորի ընտանիքի անդամները։ Հա։ Ինչքան ժամանակը մեկ է կարող կապ հաստատել մայրիկի ընտանիքի անդամների հետ առհասարակ։
Ծառայության ընթացքում երևի տենց օր չի եղել, որ կապ չհաստատենք։ Պատերազմի օրերին։ Պատերազմի առաջի օրը առաջինը եղբորս հետ եմ կապնվել մեծ։ Ու ասել եմ, որ ոչի բան չկա, մենակ դու իմ հացի որ սենց է, որովհետև չգիտեինք էլի, որ լուրերը այդքան շուտ կհասնեն այստեղ։ Անցա բոլորս էլ մտածում էինք, որ սա ամեն ինչը կարճ է տևելու, բայց սպասելիքները չարդարացեցին։ Պատերազմի ընթացքում մի անգամ եմ խոսացել 3 օրվա մեջ, սեպտեմբերի 28-ին թե 29-ին չեմ հիշում։ Ու աշխատում էինք, քիչ խոսայինք, որովհետև անդադ ֆիքսում էինք կապերը։ Մի անգամ եմ խոսացել պատերազմի ընթացքում, դրանից 2 օր հետո վիրավորվել եմ ու եկել եմ։ Այսինքն հենց առաջին օրն ես խոսել։ 28-ին թե 29-ին չեմ հիշում օրը կոնկրետ, բայց խոսացել եմ երկրորդ օրը ոնց որ։ Ինչպես իմացան ընտանիքի անդամները վիրավորման մասին։ Վիրավորման մասին ես արդեն ժամանակ անգիտակից եմ եղել, որ բերել են Երևան։ Ծառայակից ընկերս էր զանգել իր մամային, ասել էր, որ Արմանը վիրավոր է, զանգ իրենց ասա, շատ մոտ ենք եղել։ Մենք ծառայության մեջ ենք իրար հետ ծանոթացել, բայց մեր ընտանիքները իրար հետ կապի մեջ են եղել, այդպես մոտ ենք եղել իրար հետ։ Ու ընկերոջս մայրն էր զանգել, միջև այդ արդեն զանգել էին հիվանդանոցից, որովհետև անձնական տվյալներս մոտս էր։ Մտած տեղեկացրել եմ էլի։ Արման, այսպես տարօրինակ ոչ սովորական հանգստություն է գալիս քեզնից, շատ հանգիստ է ու այդ նույն էմոցիան փոխանցում է ինձ։ Դա կարծում եմ բարության, համբերության մասին է խոսում եւ այո, երբ որ դու այսօր այստեղ նստած ես, դա խոսում եմ մասին, որ դու դեռ ունես անելիքներ շատ, չէ՞։ Եվ ամենակողքավոր անելիքները դեռ առջևում են, դու պետք է ունենաս դեռ երջանիկ ընտանիք եւ ասում եմ հերոսից հերոսն են ծնում, չէ՞։ Լիքը քեզ նման հերոսներ պետք է լույս աշխարհ գան, որպեսզի ունենք այդ կարիքը հիմա ունենք նամանավան, երբ որ ես գնում եմ Եռաբլուր, ես փորձում եմ ժամերի գնալ, որպեսզի չառնչվեմ այդ էմոցիաներին, որպես կարողանամ եթերը շարունակել առհասարակ, հա։ Ես էլ եմ ընդդեմ գալիս։ Եվ ես հասկանում եմ ամեն անգամ, որ այո, մենք յուրաքանչյուրս, դուք առավել ևս պարտավոր եք շատ երեխաներ ունենալ։ Շատ երեխաներ, որովհետև միգուցե հիմա ուղղակի երևում է ֆիզիկական նրանց բացը, նրանց ընտանիքներում, մեր բոլորի կյանքում, բայց 18 տարի հետո, 17 տարի հետո մենք այդ բացը իրական կզգանք, որովհետև հիմա էլ ենք զգում, որ դուրս են գալի քաղաք, ջահելությունը քչացել է։ Շատ։ Ինչևից է, անցնենք առաջ ու եթե դեմ չես, մայրիկին հրավիրենք միանա մեր զրույցին, նրանք էլ հերոսի այլ տեսակներ են, նախ հերոսածին են, չէ՞, եւ այդ օրերը իրական հաղթահարելը հենց հերոսություն էր ինքը իրենով, եւ կուզեմ խոսենք այն ենթատեքստից, որը միգուցե քեզ հայտնի չէ, չնայած հարուզացում խոսացած կլինեք, շփված կլինեք, թե ինչ ապակի մայրիկը կաշկանդվում է։ Ոչինչ, բոլոր մայրիկներն են կաշկանդվում, բայց կարծում եմ ամեն դեպքում զրույցը կկայանա։ Տիկին Ալինա, նախ շնորհակալ եմ ձեզ, որ ինձ բոլորիս տվել եք Արմանի նման հերոս քաչ զինվորի, հայի, ով միգուցե մի քիչ է մասնակցել պատերազմին, բայց շատ կարևոր դերակատարում է ունեցել եւ իհարկե ծանր վիրավորումով վերադարձել այստեղ։ Ես իհարկե պատկերացնում եմ ինչքան էլ Արմանը բարի, այսպես հանգիստ է տանում այդ ամեն ինչը կամ փորձում է այդպես ներկայացնել, ես հասկանում եմ թե ծնողի համար ինչքան դժվար է առողջ տարբերակով ուղարկել բանակ եւ այդ օրերին ինչպիսին էր տրամադրությունը, այսինքն ինքը հարցը կարող է մի քիչ սխալ հնչել, բայց ճիշտ հասկացեք, հա, անհասկանալի վիճակ էր, անհասկանալի, երբ որ ոչ մեկ չգիտեր հերոստատեսությամբ ասված նորություն ինչքանով է ճիշտ, չեն կարողանում զինվորների հետ կապ հաստատել, իսկ կապ հաստատել արդեն վտանգ էր, հա, հետո իմանում են վիրավորման մասին, երբ որ չգիտեն ինչ վիրավորման մասին է, այդ օրի մասին խոսենք, լավ, եթե դժվար, գիտեմ որ դժվար է, բայց ամեն դեպքում հետևորդներն է պետք է ծանոթանան տղայի պատմությանը, միգուցե վերջին անգամ, բայց պետք է դրա մասին խոսել։ Ամսի 27-ին Արմանը զանգել էր եղբորը, ասել էր, որ դե առավոտյան գնացել էին ճաշարան ժամը 7-ին ու սկսվել էր։ Ասել էր, որ պատերազմա, հենց արեք, որ մաման չիմանա,
Դե բոլորս էլ գիտենք ինտերնետը միանգամից լուրերը հասցնում է առավոտյան ժամը 10-ին։ Արդեն մտա Facebook ու տեսա, որ պատերազմ է։ Միջև այդ տղաս կանչում էր արի մեր տուն, ուզում էր այդ պահին ես ծնողներիս մոտ էի, ուզում էր գնայի իրանց տուն, որ գոնե իմանայի իրանց հետ լինեի։ Ասեցի ինչ կա, բա ուղղակի արի կարոտել ենք արի ու տենց մտա Facebook տեսա, որ պատերազմ է, հասկացա, որ դրա համար էր երեխեն ինձ կանչում։ Ու տենց Արմանիցս ես լուր չունեի, չէր զանգում, 2 ամսի 29-ի երեկոյան եմ խոսացել, 2-3 օր լուր չկար, դե շատ ծանր վիճակ էր, պատերազմա ու երեխեն չի զանգում, այդ օրը, որ Արմանս զանգեց, ձայնը լսեցի, ոնց որ ես նորից ծնվեի, արդեն մահամերձ վիճակ էր, որ Արմանից լուր չունեի, ու ամսի 29-ի առավոտյան մեծ տղայիս տարան, այդ օրը իրան էլ տարան մոբիզորքով, հա, մեծ տղայիս ամսի 29-ին տարան, Արմանից լուր չունեի ու իրան տարան, իրան ճանապարհեցինք, ասաց գնում եմ Արմանին հասնեմ, գնաց իրան տարան Մարտունի, ու այդ օրը երեկոյան Արմանուս զանգեց, իր հետ խոսացի, ամսի 30-ի առավոտյան ընկերոջ մայրը զանգեց ծառայության, հարցրեց ոնց եք, որտեղ ես, այս պահին ում հետ ես, ասացի ծնողներիս հետ եմ, բա Ալինա ջան, մի բան եմ ուզում ասեմ, քեզ պինդ պահի, դե այդ բառից հետո բնական է, չես կարող, ես ավելի վատ բան մտածեցի, բա Էդգարը զանգել է, ասել է, որ Արմանը վիրավոր է, ասեց չէի ուզում ասեի, բայց պետք է ասեի, որովհետև միգուցե իմանաք երեխան որտեղ է ու գնաք իր հետևից, դե բնականաբար մայրես ոնց կլինես երեխատ վիրավոր ու ոչ մի բան չգիտենք։ Արդեն կարծեր ինչ վիրավորման մասին է խոսում։ Ասեց ոտքերն է, բայց պարզ չի։ Հիվանդանոցում ման է գալի Էդգարը իրան, Ղարաբաղում ու չի գտնում, չգիտի որտեղ է։ Արագ հագնվեցի, պապայիս հետ դուրս եկանք տանից, այդ ընթացքը տևեց մի 20 րոպե։ Արդեն Երևանի ճանապարհին անծանոթ համարից զանգ եկավ, բարև ձեզ, Արմանի մայրն է, ասեցի հա ու արդեն սրտատրոփ թե ինչ պիտի ասեն, բա ձեր տղաները բունի հիվանդանոցում է, վերակենդանացում է, բայց կյանքին վտանգ չի սպասում, հանգիստ եկեք։ Գնացինք, դե այդ օրը երեկոյան թողեցին մայրը մտնի Արմանի մոտ, թոքերի հետ խնդիր կար, դվալնայից թոքներ երեխու խցանվել, 3 օր մնաց վերակենդանացում, մենակ Աստծուն խնդրում էինք, որ շնչեր Արմանը, այդ պահին այդ էր լուրջ խնդիրը, ոտքերի մասին չէինք մտածում, կարևորը շնչելն էր իրա, 3-րդ օրը Փառք Աստծո, Արմանը շնչեց, տարանք պալատ, ու տենց վիրահատություններ մի 5 ամիս հիվանդանոցներում, արդեն 10 ամիս է, դրա մեջ ենք, բայց արդեն Փառք Աստծո, արդեն 4 օր քայլում է։ Փառք Աստծո եւ այո, երեկ էլ ես մեր հաղորդման զինվորներին տեսա, մի քանիս հետ հանդիպում ունեցանք ու ես շատ ուրախանում եմ, որ գնալով օր-օրի ամիս տղաների վիճակը թեկուզ արտակնապես, թեկուզ առողջական հետ կապված գնալով լավանում է եւ ես համոզված եմ, որ շատ շուտով Արմանին էլ տեսնելու ենք արդեն ների ամբողջությամբ բնականon կյանքին վերադարձած եւ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել առհասարակ նախ Էլ եմ ասում, որ Արմանի նման տղա եք ունեցել եւ ամբողջ հայազգին եք նվիրել եւ երկրորդը, որ կիսվեցիք ձեզ համար դառը օրերով։ Շատ ամենացավալին այն էր, որ այդ ժամանակ Արմանից վիրավոր բերել էին ու մեծ տղաս ընդեղ էր։ Արմանը անդադ եղբորն էր ուզում, դե իր համար հետաքրքիր էր, որ մենք բոլորս մտնում ենք, թույլ էին տալի մի 10 րոպեով, բայց եղբայրը չկար, անդադ եղբորն էր ուզում, դե չգիտեինք ոնց ասենք, որ իրան տարել են։
մի օր ասացի աշխատանքի է, չի կարա գա, ասեց ես չեմ հավատում, որ ինքը աշխատանքը կարևոր կլինի իմ համար, ասեց ինքը գնացել է, ասեցի տարել են Արման ջան։ Ու տենց անդադ տղայիս էի կանչում, արի, դե վախենում էի ծնողը, այս մեկին սենց, այդ մյուսընդեղ, ասում էր չեմ կարա, մեր ջան, Արմանի նման 10 զինվորի ես իրանց վրա հսկում եմ էլի, բայց փաստորեն ինքը այնտեղ իմացել էր, որ Արմանը վիրավորվել է, մենք իրան չէինք ասում, ինքն էլ մեզ չէր ասում, ինքն էլ մտածում էր մենք չգիտենք, հենց առաջի օրը իմացել էր։ Ամսի 6-ին էլ իրան բերեցին վիրավոր, ու տենց կրկնակի ու եռակի ապրումներ էր, ճիշտն ասած, երկու տղաները ու մեր բոլոր հայ երեխաները մի անտանելի այդ հիվանդանոցում, թե ինչեր տեսանք, եռակի ենք մենք տառապել, ճիշտ ասած, շատ ծանր ա եղել, շատ, ամեն օր աչքի առաջ բերում էին, երկու աղբեր հիվանդանոցում իրար հետ պարկած էին նույն պալատում։ Այո, ես ուզում եմ հավատալ, որ չնայած այդ դժոխային օրերից հետո ամեն ինչ արվել է նրա համար, որ հետո լավ լինի շատ։ Տղաները ապրել են այդ օրերը 18 տարեկան մեկ տեսել են, որպես էլ չտեսնել երբեք կյանքում, եւ այդ ամենի մեջ մի հատ լավ բան կա, ես միշտ ասում եմ, որ այլևս ոչինչ նրանց չի կարող վախեցնել։ Այսինքն, երբ որ մարդը նպատակ է դնում ու փորձում ամեն դեպքում հասնել նպատակին, միշտ այդ խնդիրները, խոչընդոտները վախեցնելով նրան, մինչև այժմ երբեմն դա չեն հասնում մարդիկ, չեմ կարծում, որ ձեր սենդի մոտ կարող ինչ-որ բան վախեցնել։ Արդեն, որովհետև երբ որ տեսնում են ընկերոջը մոտիկ, երբ որ մահանում է իրենց աչքի առաջ, երբ որ տեսնում են այդ ահավոր կադրերը, նույնիսկ հիվանդանոցի կադրերը, չէ, ինչ վիրավորումներ, երբեմն չեն կարողանում մարդկանց փրկել։ Դրանից հետո կարծես թե մի անգամից մի քանի տարի մեծացանք, այո։ Եվ ուղղակի պայքարել ապրելու համար ու երջանիկ ապրելու համար։ Ես քեզ ցանկանում եմ երջանիկ պայքարը կյանքի հետ եւ երջանիկ ընտանիքը եւ ուրախ կլինեմ քո կյանքում ցանկացած լավ ու դրական առիթ ներկայացնել մեր հետևորդներին, որովհետեւ մեր հետևորդները սիրում են բոլոր զինվորներին եւ շատ ուրախանում են, երբ որ ներկայացնում թե ինչ դրական փոփոխություններ լինեն նրանց կյանքում, կլինի հարսանիք, ծնունդ, կնոջ, ինչևից եմ եւ այո, չնայած կան տարբեր հաստատություն եւ մենք չենք կարող դա ջղթել, բայց կան նաեւ սրտացավ մարդիկ, ովքեր զանգում են, հետաքրքրվում են, փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել։ Փոքրիկ բյուջե են ստեղծել Արման ջան եւ փորձում ենք ամեն զինվորի ընտանիք գնալիս դրամական նվեր փոխանցել եւ խնդրում եմ կողմից բոլորիս կողմից, բոլոր բայսեր մարդկանց կողմից մի լավ նվեր կառնես եւ մեզ կհիշես, հա։ Դա ընդհանրապես նվեր խնդրում եմ։ Եվ ուզում եմ որ կյանքում այնքան կայանաս, որ այդպիսի դրամական նվերներ փոխանցես այն մարդկանց, ում դու կուզես ուղղել։ Լավ։ Եվ մենք եկա պարտանանք քեզնով, եւ մենք եկա պարտանանք առաջին հերթին, որ քեզ արդեն կունեցեն նկարել որպես հերոս եւ արդեն որպես հաջողակ ու կայացած մարդ։ Արման ջան, խնդրում եմ ընդունել մեր բոլորի կողմից այս դրամական նվերը եւ մենք ենք քեզ շնորհակալ եւ դա նվազագույնն է իհարկե, որ կարող ենք անել։ Միգուցե պարունակությունը այդքան մեծ չէ, որտեղ մենք փորձում ենք բոլորին օգտակար լինել եւ հնարավորինս շատ զինվորների նկարը հանել եւ նվերներ տալ, բայց կարծում եմ դու հասկանում ես մեր ընկերության չափը եւ մեր ցանկությունը։ Հուսով եմ ինչ-որ բան քեզ օգտակար լինի ամեն դեպքում։ Շնորհակալ եմ շատ։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ հերթական անգամ շնորհակալություն հայտնել թե քեզ Արման ջան, թե ձեզ Տիկին Ալինա, ամեն ինչի համար, ուղղակի ժամանակ տրամադրելու համար եւ այդ դառը օրերը վերապրելու համար եւ մեր շատ ջերմ ընդունելու համար։ Ես հեռանում եմ ձեր ընտանիքից շատ ջերմ տպավորություններով, համոզված լինելով, որ մենք դառնալու ենք լավ բարեկամներ, ինչպես շատ զինվորների դեպքում է դա լինում, եւ համոզված եմ, որ մենք ունեցանք կայացած զրույց, հետաքրքիր զրույց եւ համոզված եմ մարդիկ էլ հետաքրքրությամբ հետևեցին մեր զրույցին։ Ես ուզում եմ խոստանալ, որ օր-օրի քեզ տեսնելու եմ ավելի լավ, ավելի ամուր վիճակում։ Նա եկել է ուժեղ ասախին ձեռքից ցավացնում։ Այո, հենց այդ տրամադրվածությամբ պետք է ապրել ու պայքարել։ Հենց դա է կյանքի հետաքրքրությունը։ Հարգելի հետևորդներ, մենք Բեգյան Արմանի բնակարանում ենք, դուք դիտում եք մեր հերոստրայք հաղորդաշարը։ Արմանը վիրավորում է ստացել ոտքերի շրջանում, երկու ոտքերը հեռացված են եւ մեկ ոտքը արդեն պրոթեզավորված է, իսկ մյուսը ընթացքի մեջ է։ Շատ խաղաղ, շատ
խելացի, շատ գեղեցկադեմ երիտասարդ է Արմանը եւ համոզված եմ դարձյալ ասում եմ, որ կյանքում դեռ շատ նվաճումների է հասնելու իր խելքի եւ իր պոտենցիալի հաշվին, հա։ Լայք եք տեսանք, որպեսզի մեր հերոստորային մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ դες տարբերակով տեսանք ավելի մեծ տարածում ունենա։ Ինչպես նաեւ մեկնաբանություններ ողողեք դրական կոմենտներով մեր զինվորների մասին, որովհետեւ տղաները կարդում յուրաքանչյուր մեկնաբանություն եւ ժպտում են։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի առաջին դիտեք մեր նոր թողարկումները։ Իսկ դες այդ արգամիստյաններ կանցնենք շատ շուտով, որպեսզի բացատրենք մեր հերթական հերոսը։